Չինական ասացվածք կա, առավոտյան ծառ տնկեց, կեսօրին ուզեց շվաքում հանգստանալ։ Բարի օր, այսօր շոշափելու ենք չինական խոհանոցի փիլիսոփայությունը։ Չինական խոհանոցում մթերքները պատրաստվում են շատ կարճ ժամանակում։ Սկսենք հյուսիսից։ Հյուսիսային մասում Չինական խոհանոցում հաճախ է հանդիպում խմորի և մսի համադրությունը, այն կշտացնում է և տաքացնում։ Պատրաստելու ենք շերտավոր կարկանդակ։ Սկսենք խմորից։ Սեղանին հայտնվում է սիրելի ամանը, ալյուր ենք մաղում։ Այն հետև վերցնում ենք գոլ ջուր, կես թեյ գտալ, աղով համեմում այն, ալյուրի բլրակի մեջտեղում փոս ենք առաջացնում և շաղախում խմոր, լցնելով իհարկե աղաջուրը։ Խմորը շաղախելուց հետո տեղափոխենք սեղանի վրա և մի կարգին կհումցենք։ Լավ հումցելուց հետո կփակենք սննդային թաղանթով, կթողնենք 15-ից 20 րոպե խմոր հանգստանա։ Աշխատելուց հետո հարկավոր է շվաքի տակ հանգստանալ։ Սառնարանում։ Ոչ, սեղանի վրա, այսպես ոտքերը կախած սեղանի եզրից։ Խմորը հարկավոր է լավ հումցել, որովհետև կարճ ժամանակով ենք թողնելու այն հանգստանա։ Կարելի է անգամ խփել սեղանին, գնդում ենք, և օդից իզոլացնում խմորը։ Թող հանգստանա, իսկ մինչ այդ պատրաստենք խճողակը։ Խճողակի համար վերցնում ենք տավարի յուղոտ միս։ Փոքր բաժնեմասեր ենք կտրատում, որպեսզի հեշտ աղանք։
աղացած մսի վրա քերում ենք կոճապղպեղ, սխտոր, Ձմեռային սեզոնին հարկավոր է սխտոր շատ օգտագործել։ Այն ձեռք կպայի տարբեր տեսակի վիրուսներից։ Այո, այ հիմա կուտես եւ ամեն ինչ տեղը կգա։ Կոճապղպեղ, սխտոր, պատկերացրեցիր համային համադրությունը։ Համեմում ենք օղով։ Սոյա սոուսով։ Դե գիտեք, որ չինացիները աղ չեն օգտագործում, օգտագործում են սոյա սոուս աղի փոխարեն։ Կանաչ սոխ ենք կտրատում։ Շատ մանր։ Լսում ենք նաև ձիթայող, այն նրբություն կհանղորդի մեր խճողակին, շատ չէ, և աղացած սև պղպեղ։ Հիմա հարկավոր է սա լավ հունցել, տեղափոխել այնպիսի ամանի մեջ, որով կարողանանք տեղադրել սառնարանի մեջ, թողնել, որպեսզի խոնավությունը միսը քաշի իր մեջ։ Խփում ենք սիրելի ամանին, որպեսզի բաղադրիչները հավասար տարածվեն խճողակի մեջ։ Վերջ, խոնավությունը շատ լավ է։ Հիմա կթողնենք սառնարանում, այն մի քիչ կպնդանա, սառելու հաշվին։ Անպայման սառնան դնելիս դա լինի խճողակ, որից է պատրաստի ճաշ փակեք, այլապես սառնանում հոտը կմնա, դա հաչ հոտ է։ Վերջ, սա դրեցինք, որտեղ դնենք, սառցախցիկը թող արագ սառի։ Խմորը 20 րոպե հանգստանալուց հետո 8 մասի ենք բաժանում, որպեսզի դանակը չկպչի խմորին, կարելի է ալերոտել։ Առանձին գնդում ենք և շարում սեղանին, այս մասն, ալյուր լցրած սեղանին։ Եվ ծածկում ենք սրբիչով, ոչ չորան։
Եվ արդեն կարելի է հերթով բացել։ Բացելու ենք մոտավորապես 20-22 սանտիմետր տրամագծով։ Հարկավոր է բացված խմորին կլոր տեսք տալ, որից հետո այսպես 4 մասի գծում ենք դանակի եզրով և մի մասում կտրված քանում։ Մեկ 4-րդ մասը խճողակ չենք անելու։ Մնացած 3 մասին դնում ենք խճողակ, բայց նախքան այդ եզրերը խմորի հարկավոր է թրջել, որպեսզի լավ կպչի։ Հիմա խճողակի մասին։ Խճողակը սառցակցիկում թողում ենք այնքան, որ շատ չսառի, չսառցակալի։ Տեսեք, պնդացել է միսը, բայց սառույց չի կապել։ Սա էլ մտովի բաժանում ենք 8 մասի, քանի որ 8 ունդ խմոր ունենք, որպեսզի հավասարենք խճողակները։ Մեկ 8-րդ մասը տեղադրում ենք խմորի վրա, սա էլ 3 մասի ենք բաժանում։ Եվ ամեն մասի վրա բացում խճողակը, բայց թողնում ենք եզրերը ազատ, որպեսզի խմորը կարողանա իրար գտնի։ Այսպիսի տեսք ունի բացված վիճակում։ Իսկ հիմա սկսենք հավաքել շերտավոր կարկանդակը։ Ազատ մասը խմորի վրա ենք բերում, կպցնում և սա էլ իր հերթին բերում ենք մյուս մասի վրա և կրկին ամրացնում։ Սա էլ սրա վրա շատ հեշտ փաստորեն և շատ հետաքրքիր, ես կասեի։ Լավ ամրացնում ենք, որտև այն դեռ պետք է տապակենք, շոքե խաշենք այդ ընթացքում, որպեսզի արգանակը դուրս չհոսի։ Ձևավորելուց հետո պետք է այն ձեռքերով բացել մի քիչ։ Այսպես, զգուշորեն, որպեսզի խճողակը դուրս չգա։ Եվ այն արդեն պատրաստ է ջերմային մշակման։ Նույն ձևով ձևավորում ենք մնացած կարկանդակները։ Տապակի գրանիտը կերամիկական ծածկույթը թույլ է տալիս ավելի քիչ յուղ օգտագործել։ Բուսայուղը լցնենք մի քանի կաթիլ, թող տաքանա, սա էլ ձևավորենք։ Կարելի է այսպես հեշտացրեք ձեր գործը, ոչ մի կանոն գոյություն չունի, արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է, կարևոր է նրանք կարծում եմ հավասար լինեն։
Երկու կողմից տապակում ենք կարկանդակները, որից հետո կավելացնենք ջուր և շոգի խաշենք։ Կարմրել են կարկանդակները, ավելացնում ենք ջուրը։ Շատ քիչ։ Թողնում ենք 5 րոպե շոգի խաշվի, որից հետո կարելի է մատուցել։ Մսով չինական ծրարներ։ Ալյուր մաղել, գոլ ջրի մեջ աղ լուծել, ալյուրի մեջ փոս անել, լցնել աղաջուրը, խմոր շաղախել, լավ հունցել, ծածկել, թողնել մոտ 20 րոպե հանգստանա։ Միսը աղալ, վրան կոճապղպեղ, սխտոր քերել, օղի, սոյայի սոուս, մանր կտրատած կանաչ սոխ, ձիթայուղ, սև պղպեղ ավելացնել, լավ հունցել, ծածկել և 10-15 րոպեով դնել սառցախցիկը։ Խմորը 8 մասի բաժանել, գնդել, 20-22 սմ տրամագծով շրջանակ գրտնակել, դանակի բութ մասով 4 մասի բաժանել, կենտրոնից սկսած մեկ ուղղությամբ շառավիղ է կտրել, խմորի եզրերը ջրով թրջել, խմորի 3 քառորդի վրա տարածել մսի զանգված, խմորի բաց մասը վրա բերել, ապա նույն գործողությունը նույն ուղղությամբ կրկնել ևս 2 անգամ։ Կստացվի եռանկյունի, որի եզրերը հարկավոր է շատ լավ ամրացնել, ապա ձեռքով զգուշորեն բացել։ Տապակի մեջ քիչ բուսայուղ տաքացնել, կարկանդակները երկու կողմից տապակել, ապա մի քիչ ջուր լցնել, կափարիչ դնել, շոգ խաշել մինչև ջուրը քաշվի։ Առաջարկում եմ անցում անել ճապոնական խոհանոցին։ Պատրաստել ենք տամագոյակի, որը նշանակում է ձվով օմլետ։ Դե քանի որ ձվով օմլետ, սկսենք ձվերից։ Հարկավոր է այն հարել։ Կվերցնենք այս ամանը կարծում եմ բավական։ Ձվերը պետք է լինեն տարբեր գույների։ Սպիտակ, կարմիր։ Դուք հավանաբար գիտեք, որ չինական և ճապոնական խոհանոցում աղ չեն օգտագործում։ Օգտագործում են սոյա սոս։ Մենք մեր քիմքին հարմարացնելու համար, քանի որ բողոքներ կան, կավելացնենք շատ քիչ աղ։ Հարենք, հետո կավելացնենք սոյա սոսը։ Ավելացնենք սոյա սոս։ Ձուն պատրաստ է։ Հարված եմ։ Իսկ հիմա օմլետի խճողակը պատրաստենք։ Կարմիր պղպեղը կտրատում ենք, իհարկե սերմատուփը և պտղակոթը հեռացնելուց հետո։ Շատ մանր կտրատում ենք այն։
Ինչով է հետաքրքիր այս օմլետը, որ կարելի է փոխել խճողակը եւ կստացվի հետաքրքիր եւ տեսքով եւ համով տարբեր կստացվի։ Շատ հետաքրքիր կարմիր գույն։ Վերցնենք նաեւ կանաչ սոխ, դա էլ կապավի կանաչ գույն է։ Սա էլ մանր կտրատում և լցնում ենք մի սամանի մեջ։ Տապակը արդեն կարելի է դնել գազ օջախին, թող տաքանա։ Տապակելու ենք այն բուսայուղով։ Շատ չենք լցնում, ընդհանրապես ցողում ենք։ Կարելի է որցնով տարածել։ Կատնախմորուկի, խմորի նման, այսպես լցնում ենք բարակ շերտով և անմիջապես լցնում վրան խճողակը։ Այս շերտը կլինի կարմիր պղպեղով։ Այս փոճիկը հարկավոր է պայթեցնել։ Կարծում բավական է։ Հենց փայլը կորցրեց առաջին շերտը։ Սկսում ենք փաթաթել։ Զգուշորեն, կրակը կարելի արդեն անջատել։ Եվ անմիջապես տեսեք, թե ինչ ենք անում։ Լցնում ենք հաջորդ շերտի համար նախատեսված ձուն։ Սրա վրա արդեն փռում ենք կանաչ սոխը մանրացրած։ Սա էլ հենց պատրաստվեց, ռուլետ կփաթաթենք միասին, կկտրատենք և կմատուցենք։ Սրա փայլն էլ որավ, կարելի արդեն փաթաթել։ Մի ամբողջական շերտ ստացվեց։ Մնում է կտրատել և մատուցել։ Ձվով օմլետ, տամագոյակի։ Ձվերը ջարդել, մի քիչ աղ, սոյայի սոուս լցնել, հարել։ Կարմիր պղպեղն ու կանաչ սոխը մանր կտրատել, առանձին ամանների մեջ լցնել։ Տապակը տաքացնել, բուսայուղ լցնել, հարած ձվի զանգվածից 1 շերեփի չափ լցնել, հենց այն տարածվի վրան կարմիր պղպեղի կտորներ շաղ տալ։ Օմլետի վերևի փայլը հենց կորչի, հարկավոր է մի կողմից սկսել գլան փաթաթել և գլանը տեղափոխել տապակի մի կողմը։ Տապակի ազատ մասի վրա լցնել ձվի զանգվածից, կանաչ սոխ շաղ տալ, հենց օմլետը պատրաստ լինի, հարկավոր է գլանը գլորել նաև սրա վրայով, կստացվի բազմաշերտ գլան, կտրատել և մատուցել։
Ինչպես ասում է արևելյան իմաստությունը, քանի որ ցանել ես, պետք է հնձես։ Ված չէ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։